Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շուրջ մեկ շաբաթ է անցել, որ Հայաստանի վարչապետը ուղիղ տեքստով Ալիևին առաջարկեց երկու ստեկ փակել փախստականների վերադարձի թեման։ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ-որ անհասկանալի տերմինաբանություն։ Չեն արձագանքում, այնպես կարծես չեն էլ լսում։ Փակել արևմտյան Ադրբեջան նարատիվն ու Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը։ Հայկական կողմից շատ ուղիղ է առաջարկը։ Սառաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ուղիղ տեքստով այլ բան են ասում արևմտյան Ադրբեջանի թեման մինչև 44-օրյա պատերազմը չեն շոշափել, իրենց հաղթանակին են սպասել։ Բավարարվեցին ընդամենը մամուլի հրապարակում արձագանքով։ Մտքներով էլ չի անցնում հրաժարվել իրենց ընթացքից, արևմտյան Ադրբեջան կոչվածն իրենց վերադարձից։ Գրում են, եթե մեզ առաջարկում է համատեղ ճանապարհային քարտեզ մշակել, որը արևմտյան Ադրբեջան վերադարձից հրաժարում է ենթադրում, ապա դա անընդունելի է։ Իրենց հայրենիք արևմտյան Ադրբեջանից վտարված էթնիկ ադրբեջանցիների վերադարձը միջազգային հումանիտար իրավունքի մաս է։ Էթնիկ զտումների զոհերը վերադարձի իրավունք պետք է ունենան։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները դրան դեմ են խոսում որպես շանտաժ ակնարկելով հայերի վերադարձը Ղարաբաղ, ապա դա հազիվ թե համապատասխանում է խաղաղության օրակարգին եւ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելուն։ Ադրբեջանցիներն այստեղ իհարկե շրջանցում են փաստը, որ Ալիևյան վայրագություններից Արցախը հայաթափելուց հետո հենց Արցախում կատարվածը միջազգային մասնագետները Եվրոպայի խորհրդում որակեցին էթնիկ զտում, քննարկում էին Ղարաբաղում կատարվածը, ցեղասպանություն է թե էթնիկ զտում։ Արցախում կատարվածը ցեղասպանություն որակելը դժվար է, բայց այլ քրեական հանցագործություններ եղել է։ Էթնիկ հայերին տեղահանել են ուժի կիրառմամբ։ Հիմա Ալիևն ամեն օր իր քարոզչա մեքենայով հենց այս թեման է գեներացնում։ Ուղիղ կարգադրություն է իջեցրել պետական կառույցներին զարգացնել այն դպրոցներում, մանկապարտեզներում, ուսումնական բոլոր հաստատություններում։ Այս խնդրի վրա են կենտրոնացած ստի նարատիվն այնքան էին զարգացնում, գրում, հրապարակում, որ իրենք էլ են հավատում իրենց հորինած ստին։ Սերունդը կրթվում է գիտակցությամբ, թե Հայաստանն իբր իրենց հողն է։ Արևմտյան Ադրբեջանի հարցը ռազմավարական հարցերից մեկն է, որը վերջին տարիներին հատուկ տեղ է գրավել Ադրբեջանի հասարակական քաղաքական օրակարգում։ Մինչև 2020 թվականը այս թեման ընդհանրապես չէր քննարկվում, սակայն պատմական հաղթանակից հետո այս հարցը մտավ քաղաքական օրակարգ եւ մեզ ավելի մոտեցրեց հայրենիք վերադառնալուն։ 2023 թվականից սկսած գործընթացը ձեռք է բերել ավելի իրատեսական բովանդակություն։ Մասնագետը ֆիքսել է, նրանք սկսեցին այս թեման զարգացնել հայկական Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց միայն հետո։ Օգոստոսի 8-ից հետո նախագահի մակարդակով այլևս դրա մասին չէր խոսվում, մինչև վերջերս։ Վերջերս արդեն նոյեմբերի 3-ի հայտնի ելույթում Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված նա ուղիղ կարգադրել է Ադրբեջանի ողջ պետական համակարգը եւ կրթական, գիտական, եթե կարելի է տերմինները օգտագործել նրանց պարագայում, դնել այդ քարոզչության վրա ու ներկայացնել, որ Հայաստանը ձևավորվել է ադրբեջանական հողերի վրա, հայերը քոչվորներ են, եկվորներ են տարածաշրջանում, որոնք խլել են ադրբեջանցիների հողը անարդարացիորեն եւ այս խնդիրը պետք է ապագայում լուծում ստանա։ Ադրբեջանի բարձր էշելոնները ուղիղ են հայտարարում, թե խնդիրը հայերի ու Հայաստանի հետ երբեք չի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով, անթակույց են խոսում Հայաստանի նկատմամբ զավթողական նկրտումներից։ Պետական հրահանգով են Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում Արևմտյան Ադրբեջան, տերմին, որը ոչ մի աշխարհագրական փաստական պատմական ու անգամ տրամաբանական հենք չունի։ Մասնագետները սակայն հիշեցնում են, Ալիևյան ծրագիրն է, ծրագրում ու հասնում է ուզածին, որքան էլ այն մենք համարենք ցնդաբանություն։ Հայաստանը կրկին նոր վարկ է վերցնում այս անգամ Ասիական զարգացման բանկից նպատակը Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանն աջակցությունն է։ $250 միլիոն վարկը Հայաստանին տրամադրվում է կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ ծրագրի շրջանակում։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներն էլ կազմում են $16 միլիոն $450,000, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը։ Ծրագիրը թույլ է տալիս իրականացնել կառուցապատում եւ կարող են ձեռք բերել հողատարածք, որի վրա կկառուցվեն այդ բնակելի տները։
Ծրագրի շահառու կարող է դառնալ Ղարաբաղից բռնի տեղահանված ցանկացած ընտանիք, որը ձեռք կբերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով կազմում է 3, 4 կամ 5 միլիոն դրամ։ 2024 թվականին Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ծախսերը կազմել են 65 միլիարդ դրամ։ Այս տարի ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն կգերազանցի 40 միլիարդ դրամը, կազմելով շուրջ 105 միլիարդ դրամ։ Ծրագիրը իրականացվում է առևտրային բանկերի միջոցով, հիպոթեկի գործիքի միջոցով, 10 տարի մարման ժամկետով եւ ամբողջ թե մայր գումարի, թե տոկոսագումարների վճարումը իրականացնում է բացառապես պետության կողմից։ Վարկային միջոցներ Հայաստանը կստանա նաև Եվրոպական ներդրումային բանկից։ Ֆինանսական այս պայմանագրով էլ Հայաստանին կտրամադրվի 50 միլիոն եվրո։ Ծրագրի հիմնական նպատակն է Սյունիքի մարզում տնտեսական դիմակայունության բարձրացումը, բնակչության կենսամակարդակի բարելավումը։ Ծրագրի հիմնական առաջնահերթությունները, որոնք ամրագրվել են Սյունի վարկային համաձայնագրով, դա որակյալ առողջապահական բժշկական ծառայությունների զարգացումն է, որակյալ կրթության հասանելիությունը, մասնագիտական կարողությունների զարգացումը եւ ընդլայնումը, ջրամատակարարման համակարգերի զարգացումը։ Ծրագրով նախանշված են օրինակ Կապանի եւ Գորիսի պոլիկլինիկաների կառուցման եւ վերակառուցման աշխատանքները, Սիսիանի բժշկական կենտրոնների համար բժշկական սարքավորումների ձեռքբերումը։ Երևանի 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների ու էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է։ Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակով։ Ուսուցչի հրահանգով դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար։ Մենք ժամանակին ծիծաղում ենք Կորեայի վրա, որ երեխաները, ասենք, հեռախոսային կախվածություն են, որ բժշկական միջոցներով արդեն բուժում են, որովհետև հեռախոսը ձեռքից վերցնում ես, մենք շատ ծանր ստրեսային վիճակի մեջ ենք ընկնում։ Քաղաքային իշխանություններից նկատում են այսպիսի նախաձեռնությունները, շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինը 6-ից 14% բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը։ Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունն անգամ, եթե այն չի օգտագործում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակ պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար եւ ավելի լավ կենտրոնանալ։ Հոգեբանն էլ է ընդգծում, շատ կարեւոր է, որ երեխայի կախվածությունից ձերբազատվելու ճանապարհին կողքին կանգնած լինի ծնողն ու ընտանիքը սեփական օրինակով, որպեսզի տանը եւ դպրոցում կիրառվող մոտեցումները համահունչ լինեն։ Մենք ունենք մտածողության տեմպի հետ կապված հետազոտություն, որտեղ որ սմարթֆոններում ոչ հիգիենիկ ժամանակաչափով ներկա լինելը կարող է երեխային մոտ հանգեցնել մտքի արագության դանդաղեցմանը։ Իսկ հատկապես գայուն տարիքում, երբ ձևավորվում է մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը իր տարբեր արագությամբ, շատ կարևոր է, որ դա տեղի ունենա բացառապես բնության հետ համահունչ։ Այսինքն երեխան դպրոցի անգամ պարապմունքներին զուգահեռ ունենա ֆիզիկական ակտիվության, բնության մեջ պարապմունքներ, որը որ ցավոք շատ հաճախ չէ, որ կազմակերպվում է։ Կրթության փորձագետի դիտարկմամբ, եթե երեխան իսկապես ունի կախվածություն սմարթֆոնից, ապա այս դեպքում պետք է պրոֆեսիոնալ եւ զգուշավոր անցում ապահովել, քայլ առ քայլ նվազեցնելով օգտագործման տևողությունը։ Շատ տարբեր մոտեցումներ կա, դեր կա պարզապես արգելում են կամ հեռախոսներ չեն արգելում, ասենք ինտերնետն են դպրոցում ինչ-որ ձևի սահմանափակում, ասենք որ հնարավորություն չունեն օգտվելու, ասենք եթե հեռախոսը մոտ լինի, այդպիսի դեպքեր կան, բայց ընդհանուր առմամբ հիմնականում փորձում են կրթական մոտեցում ցուցաբերեն, մարդկանց բացատրեն թե ինչպես կարելի է դա օգտագործել տրամաբանական լավ ճիշտ ձևերով։ Փորձագետները պնդում են, եթե երեխաներին ցույց տրվի, որ հեռախոսը գործիք է, ոչ թե զվարճանքի աղբյուր, նրանց մոտ աստիճանաբար կձևավորվի առողջ վարքագիծ։ Նոր կանոնները կարող են դառնալ այդ ճանապարհի առաջին հիմնական քայլերից մեկը։ Մին ասում են միջև հոկտեմբերի 15-ը կնստի, հոկտեմբերի 15-ը գարսեր ասում են միջև հոկտեմբերի վերջ, մինչև նոյեմբերի 15, մինչև նոյեմբերի վերջ։ Արդեն 3-4 ամիս է այս պատասխանն է լսում տիկին Հասմիկը, որն օրեր առաջ է առաջնեկին լույս աշխարհ բերել։ Նրա պես տասնյակ մայրեր այսօր բախվում են նույն խնդրին՝ 30 շաբաթական անաշխատունակ մայրության նպաստի ուշացմանը։ Ժամի հետ զրույցում տիկին Հասմիկը պատմում է, սեպտեմբերի 23-ին առցանց դիմում է ուղարկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որ ստանա 30 շաբաթական հղիության բուլետենային գումարը։ Սակայն այդ օրվանից մինչև նոյեմբերի 5-ը ստացել է ընդամենը 86600 դրամ, նախատեսված 172600 դրամի փոխարեն։ Ավելին, այժմ երբ երեխան արդեն 10 օրական է, գումարի մյուս մասը մինչև օրս փոխանցված չէ։ Տարին մոտերմա ավարտին
մարդկանց գումարը պետք մարդիկ ամանորեն պատրաստվում անեն, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը երբ զանգահարում ես կամ գրում ես, ասում են տեխնիկական խնդիրը առաջացի։ 3 ամսվա մեջին այդ տեխնիկական խնդիրը չեն կարողանում լուծել։ Ինչու են ուշացնում փողը, ընդունելով, որ խնդիր կա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ասում են, մասնագետներն ուսումնասիրում են հարցը։ Հիմա շատ ակտիվ աշխատանքները արվում են տեխնիկական ու համադրման խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ, բայց այնուամենայնիվ, քանի որ համակարգը ինքը նոր է գործարկված, կարող է լինեն առանձին դեպքեր, որոնք առանձին ուսումնասիրության կարիք ունեն։ Նաեւ գործում է 114 թեժգիծ է նախարարության։ Թեժգծից էլ օգուտ չկա, ասում է նույն իրավիճակում հայտնված Ալիսա Մկրտումյանը, ում դիմումը նախարարություն ուղարկվել է սեպտեմբերի 12-ին։ Վերջին փոխանցումն, ասում է, ստացել է նոյեմբերի 11-ին, կրկին 86,000 դրամ 180,000-ի փոխարեն։ Սոցիալ նախարարությունից նրան հայտնել են, թե խնդիրը իրենց իրավասության տիրույթում չէ, առաջարկելով դիմել թեժգծին։ Թեժգիծ, հիվանդանոց, արմենտ համակարգ, այս շղթայի վերջին կետից ասել են, թե համակարգում ամեն ինչ կարգին է։ Պատասխանեց, որ արմեդում էլ է ամեն ինչ նորմալ, այնտեղից էլ չխնդիրը, ուղղակի տեխնիկական խնդիր է առաջացել, դրա պատճառով էլ ես չեմ կարող ստանալ իմ մնացած գումարը 86,300 դրամը։ Թեև համակարգը նոր է ներդրվել, սակայն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացել, ասում է սոցիոլոգ Ներսես Քոչարյանը։ Ինչպես բոլոր աշխատունակ մարդիկ, այնպես էլ երեխամայրերը այս տարվանից կարող են ստանալ նախարարությունից գումարները։ Գործը իբրև հեշտացրել են, բայց տեխնիկական խնդիրներն են խոչընդոտում, վստահեցնում է սոցիոլոգը։ Հիմա այս տարի նոր համակարգ է ներդրվել, որ ընդհանուր լինի, որ թղթաբանության հետ խնդիրներ չլինեին, մարդիկ չգնային պոլիկլինիկա թուղթ վերցնեին, բերեն հանձնեին, չգիտեմ, ՄՍՑ եւ այլն, օնլայն այդ ամեն ինչը անում էին, այդ գումարները փոխանցվին։ Մինչև նախարարությունում պարզում են, թե ինչպես կարգավորեն տեխնիկական խնդիրները, մայրերը շարունակում են սպասել իրենց օրինական հասանելիք գումարներին, առանց հստակ ժամկետների եւ պատասխանների։ Մինչև կառավարությունը գյուղատնտեսության զարգացման ու աջակցության ծրագրերի մասին է հայտարարում, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը շարունակում է նվազել։ Վերջին 5 տարիներին անասունների գլխաքանակը ավելի քան 22% կրճատվել է։ 2021-ին 613,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով այս տարվա սկզբին Հայաստանում շուրջ 476,000 անասուն է հաշվառվել։ Մեկ տարի առաջ կենդանիների թիվն անցնում էր 490,000-ը։ Մարդիկ ցանկություն ունեն անասուն պահելու, պատմում է Լոռու մարզի Սվերդլով գյուղի բնակչուհի Տիկին Հասմիկը, բայց ամեն տարի մի բան լինում է, ասում է հիմա էլ տզային հիվանդությունով են վարակվել իր անասունները, լուրջ վնասներ է կրել։ Հիվանդությունը դա նշանակում է, որ տիզը կծում է անասունի, այունը ջուրը կտրում, եթե ջերմությունը տալիս է, եթե հասցնում է այդ պայն անասուն կա փրկվում, անասուն կա չի փրկվում։ Անասունը որ հիվանդ է լինում, մսավաճառները ավելի շատ հազար գնով են տանում, մարդիկ ստիպված լցնում են իրենց մարազնիկի չեն ուզում էլ վաճառեն, որ շահագործեն, արժեք չունեն, իրանց այդ պահը ծախսերը դուրս չի գալիս էլի, ոնց որ ամեն ինչ այդ հարոտավայրի գումարով իր անասունների խոտիկի ծախսերը որ հաշվում են, այդ մարդկանց հետ մի բան չի մնում։ Թվերը նվազում են գրեթե բոլոր մարզերում, Գեղարքունիքում շուրջ 72,000 եղջերավոր է հաշվառվել։ 2024-ին թիվը 4,000-ով ավելի մեծ էր, 5 տարի առաջ ցուցանիշն անցնում էր 100,000-ը։ Արագածոտնում 53,000-ն են հաշվառվել, 2,000-ով պակաս, քան 1 տարի առաջ էր։ 5 տարիների ընթացքում մարզում կենդանիների թիվը նվազել է մոտ 20,000-ով, Սյունիքում 5 տարի առաջ ավելի քան 23,000 կով կար, հիմա 15,500-ն էլ չի հասնում։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է նաև կաթի արտադրության նվազումը։ 2021-ին 67,000 լիտր կաթ էր արտադրվել, անցած տարի շուրջ 100,000 լիտրով ավելի քիչ։ Անասուն պահելը տնտեսապես այլևս շահավետ չէ, վառելափայտ, դեղորայք, անասնաբուժական ծառայություններ, ամեն ինչ թանկացել է։ Գյուղացիները բողոքում են, աշխատում են վնասով։ Ըստ ոլորտի փորձագետների անասնագլխականակի նվազման հիմնական պատճառներն են կերակրային բազայի պակաս եւ կերերի բարձր գին, ձմեռային խիստ պայմաններ, որոնցում պահման ծախսերը կրկնապատկվում են։ Ակնհայտորեն ցանկային տարածությունները, եթե կերային մշակաբույսերի կրճատվում է երկրում, պետք է դա հանգեցներ տավարաբուծության ընդհանուր խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատմանը։ Արձանագրվել են կաթի միջին գների անկում, այսինքն ինչ է ստացվում։ Կերային մշակաբույսերի ցանքերը կրճատվում են, կերը թանկանում է, արդյունքում ոչ միայն կաթը չի թանկանում, այլ ավելի էժանանում է։ Ակնհայտ է, չէ՞, որ դա պետք է արդեն պակաս շահութա
առնար ու հետեւաբար նաև գյուղացին ֆերմերը գնալով հրաժարվում է ավել գլխաքանակից ու կրճատում է այլ գործունեություն է փորձում իրականացնել։ Մասնագետները շարունակական անկման տարբեր պատճառներ են թվարկում Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների հետևանքով արոտավայրերի անհասանելիությունից մինչև ներքին շուկայական հարցեր ու ցածր եկամտաբերություն, իսկ գյուղացիները հույս ունեն, որ պետության աջակցությամբ կերի սուբսիդավորմամբ եւ շուկաների կայունացմամբ հնարավոր կլինի պահպանել հայկական անասնապահությունը։